Փառք Հիսուսի, այս հրաշալի օրվա համար, փառք Աստծուն, փառաբանության համար, տեղավորվեք նստեք թանկագիներս, մեր ժամանակը թրջում է, շատ ուրախ եմ բոլորիդ համար, նոր մարդիկ էլ կան մեր մեջ, հին մարդիկ էլ կան, որ նոր եմ տեսնում, Տերը օրհնի բոլորիդ։ Ես տարիներ առաջ մի հատ ոտանավոր եմ գրել, մի հատ տեսիլք կարդամ, նոր կսկսեմ կարճ խոսք խոսեմ եւ պատրաստվենք նաեւ սուրբ հաղորդությանը, սիրելիներս։ Սուրբ ծնունդ։ Տոնական օր է մեր Տիրոջ տան մեջ։ Հավաքվել ենք մենք ուրախանալու։ Տոնելու փրկի ծնունդը այսօր։ Օրհնյալ Հիսուսի, մեր Տեր Քրիստոսի։ Նրա ծնունդը անգամ հրաշք էր։ Ծնվեց նա կույսից, մեծն մայրամից, երանելիից, որն ընտրվել էր բյուր կանանց միջից։ Մարիամը գրկել չէր էլ հասկանում, որ ոչ թե ինքն էր գրկել մանուկին, այլ հենց մանուկն էր գրկել Սուրբ Կույսին։ Արդյոք գիտեիր Մարիամ, քո գրքում սքանչելին է, խորհրդակիցը ու հզոր Աստված, հավիտենության հայրը եւ իշխան է նախահաղության։ Երանելի ես, որ համբույր տվիր։ Երկինքը կարծես պար բռնած լիներ, ուրախության ձայն, հայոց քոչարին, երկնային ձայներ, օրհնության երգեր, հրեշտակների բանակը երկիր էր եկել, բերդ պարն էր բռնել մսուրի շուրջը, որ չմոտենա նույնիսկ ոչ մի դև։ Անկամ մի աստղ ծնվեց երկնքում, մոգերը տեսան խոր արևելքում, եկան Բեթլեհեմ, մտան մսուրը, երկրպագեցին, նվեր բերեցին, ոսկի ու կնդրուկ եւ զմուրս տվին, մանուկ Հիսուսին, պայծառ աստղին։ Քանի որ գառն էր ծնվել երկնային, այդ ուրախ լուրը հրեշտակները առաջին անգամ հայտնի արեցին գառին հասկացող ու միշտ պահպանող սարում բնակվող վեհ հովիվներին։ Գոմում նա ծնվեց, տեղ չգտնվեց իր իսկ ստեղծած երկրի վրա։ Գոմում նա ծնվեց, որովհետև նա գառն էր Աստծո, աշխարհ պիտի գար, մորթվելու համար արյուն պիտի թափեր, ինձ եւ քեզ համար։ Լսում եմ նրան, ես օր ու գիշեր։ Սա է մեզ ասում քաղցր ժպիտով, ուզում եմ ծնվեմ ես ինքս քո մեջ, սիրտը թող դառնա ինձ համար մսուր։ Սա է փափագս ու երազանքս, թույլ տուր կատարեմ իմ երազանքը, դու չես փոշմանի, երբեք ու երբեք, երկնային ծնունդ դու կվերապրես, դուռը երկնային միշտ բաց կլինի քեզ, երկինքն անհամբեր սպասում է քեզ, իմ քույր եւ եղբայր, վերջին իմ խոսքը սա է, ինձ եւ ձեզ, Քրիստոս ծնվեց եւ մեզի հայտնվեց, մեզի ու ձեզի մեծ ավետիս է, ամեն, ամեն, փառք Հիսուսին, իր ծնունդի համար, փառք Աստծուն, դնեմ այստեղ, հալելույա, ես ուզում եմ մինչև սկսել իմ խոսքը մեր տարվա, այս տարվա 26 թվականի տեսիլքը խոսամ, ցույց տրվեց ինչ ենք արել եւ ինչ ենք անելու նաեւ սիրելիներս, որպես եկեղեցի այսօր կասեմ մեզ ինչա սպասվում, լավ բաներ ա սպասվում, ամեն, ես աղոթում էի, շատ էի աղոթում Տեր, ինչ անելու ես մոտա ոչ միայն այս տարի, անցած տարի, միշտ խնդրում եմ Տիրոջը, որ նոր դռներ բացի, փոխվի ռազմավարությունը, տեսնում եմ շատ բնակավարներ մենք լճացում ենք ապրում։ Եվ իրականում ես այստեղը մոռացել էի, բայց Տերը ինձ այստեղը տվեց ու հիշացրեց, դա Եսայի 54-րդ գլուխ 1-ից 3-րդ խոսքերն ա, որ պիտի իրականանա շատերի կյանքում, ովքեր որ վերցրեք, եւ որ խոսքը գալիս ա, խոսքը հրճակվում ա, ինչա պետք անել, դու պիտի վերցնես այդ խոսքը, սարքես քո սեփականությունը, ապրես, վերապրես այդ խոսքը, եւ դա կլինի քո համար իրական։ Այլապես այդ խոսքը կմնա քո համար որպես գիր։ Կանցնեն օրեր տարիներ կտեսես մարդկանց կյանքում այս խոսքը իրականություն ա դարձել, բայց քո կյանքում դեռ ոչ, ուշացված տարիներ կլինի։ Այսօր վերցրա այդ խոսքը եւ իրականացրու սիրելիս։ Ամեն։ Որն է այդ խոսքը։ 54:1-3 խոսքերը։ Ցնծա ով ամուլ, որ չէիր ծնում, բարձրաձայն աղաղակելով ցնծա եւ աղաղակիր, ով երկունք չքաշող, որտեվ երեսից ձգվածի որդիկը շատ են, Արամբիի որդկանցից ասում է Տերը, լայնացրու քո վրանի տեղը եւ թող քո բնականի վարակունները տարածվեն
մի խնայիր, երկարացու ճվաներդ եւ ցիցերդ պնդացրու, որովհետեւ դու պիտի աճ եւ ցախ տարածվես, եւ քո սերունդը պիտի ժառանգի ազգերին եւ ավերակած քաղաքները շենացնելու են։ Հալելույա։ Սա է մեր համար խոսք սիրելնես։ Այս տարվա 26, 27 եւ շարունակական տարիների համար վերցնում ենք սա եւ իրականություն ենք դարձնում սիրելնես։ Ինչու սա կդառնա մեր համար իրականություն։ Գիտեք ինչու, որովհետեւ մինչեւ այս խոսքերը գրելը 54-րդ գլուխը դրանց առաջ եղել է 53-րդ գլուխը։ Տերը դուռը բացել մեզ համար, ամեն, ովքեր որ Սուրբ Գիրքը կարդում են, գիտեն ինչ է գրված 53-րդ գլխում, ամբողջությամբ մեր Տիրոջ մասին է խոսում, իր ծնունդը, մահը, հարությունը, ամեն, հալելույա։ Եվ Տերը դուռը բացել սիրես։ Ինչ ասում այստեղ։ Եթե դու ամուլ ես, շատ բաներ քո կյանքում մինչև հիմա ամուլ ա եղել։ Ամուլը գիտեք ինչ է, չբերություն, ամեն, միգուցե, սկսում է գալ, սաղմը կա, հետո էլի վիժվածք, սաղմը կա, էլի վիժելա, քանի անգամ, հիմա խոսք է սիրելիս, վերցրա ցնծա ով ամուլ, որ չէիր ծնում, կգա ծնունդ սիրելիս, Տերը խոսք ա տալի, կտեսնեք տարիները, կանցնենք կտեսնեք, որ ձեր կյանքում կգա պտղաբերություն, ամեն մեկի կյանքում կգա պտղաբերություն, միայն ինչա պետք քեզ անել, ինձ անել, անցնել գործի, շատ գործ կա անելու, սիրելիս, եթե ուզում ենք գնանք առաջ, պիտի աշխատենք սիրելիս, ամեն, հալելույա, եւ հետո այստեղ ասում այս խոսքը մենք սկսելու ենք հաջորդ տարվանից լայնացնելու, տեսակ, արդեն մենք 8 տեղ եկեղեցիներ ունենք, կամացից մենք Հոլանդում, ամեն տեղ մենք լայնանալու ենք, 2-3 տարվա մեջ մենք մինիմում մի 20-30 տեղ պիտի եկեղեցիներ եւ խմբակներ ունենանք, բայց դա առանց քեզ եւ առանց ինձ չի իրագործվի, ամեն, մի եղիր կողքից մասնակից, սիրելիս, գանձեր դիզի երկինքը, մտածի սրա մասին, խորի սրա մասին, ամեն, հալելույա, Փառք Հիսուսին, շատ ուրախ եմ, երեք մենք Բելգիայում էր, աշխատանքային օր էր, բայց երեխեքով մոտ 200 հոգի մարդ էին եկել, շատ լավ էր, հրաշալի օր ունեցանք եւ իմ թեման էլ տվեցի, ինչու սիրելնես այս խոսքը, որ ասում եմ, սիրելնես կիրականանա, որովհետեւ իմ եւ քո կյանքում ապագա կա, ինչու ապագա կա, որովհետեւ ես եւ դու Աստված ունենք, հույս ունենք, ամեն, նաեւ Երեմիա 29:11-13 ասում է, ես քո համար ունեմ ինչ, խաղաղության խորհուրդներ, բարի խորհուրդներ, չար խորհուրդներ չունեմ, ինչու, որովհետեւ ես հույս ու ապագա ունեմ քո կյանքում, Աստված հույսի Աստված է, ամեն, Աստված ապագայի Աստված է, վերցրեք սիրելիներս, հավատքով վերցրեք ու անցեք գործի, սա իմ սեփականությունն է, ոչ թե կողքինից միշտ լավ է սա, անցավ էսել ու գնաց նորից անցյալի դիր սիրելիներս, պիտի մեր կյանքում հոգի գա, ջերմեռանդություն կա, ամեն սիրելիս, պիտի վերցնենք ու անցնենք գործի, ոչ թե սենց իմիջայլոց գաս, խմբակներ եղան, պիտի փոխվի մեր մտածելակերպը, հեշտ չի ասեմ ձեզ, բայց մենք անելու ենք սիրելիներս, ամեն, հիշիր նաև, եթե դու չանես քո գործը, քո տրված հանրություն, ոչ ոք չի անելու, ամեն Փառք Հիսուսին, ինչևէ, ես հիմա ուզում եմ, սրա մասին հետո շատ կխոսանք, հետո կյանքը ցույց կտա, ժամանակը ցույց կտա, բայց ես նաև ուզում եմ խոսալ այսօրվա իմ թեման շատ կարևոր թեմա, տարեվերջյան թեման է, ու վերնագիրը իհարկե հեսա գլխավորը կասեմ, բայց սա եկել ես իմ տոնը փչացնես, որ ինչ անես։ Եկել եմ ձեր տոնը փչացնելու, ինչու, որովհետև այսօր ես խոսալու եմ իմ թեման է ներելու մասին, տարեվերջյան։ Քանի որ ես սկսում եմ ներելուց, սիրելիներս, առաջինը սկսում եմ ինձանից, ես եկել եմ այստեղ բեմից հասկանալով, ես ասում եմ, խնդրում եմ, ներեք ինձ իմ ես 25 թվականի առասների ու չարասների համար, սխալների, մեղքերի համար, ոմանց կպել եմ, ոմանց չգիտեմ, չարախոսել եմ, ամեն բաներ արել եմ, բայց խնդրում եմ ներեք ինձ, որ ես 26 թվականին կարողանամ առաջ գնալ, կարողանամ աշխատել, եթե դուք չներեք ինձ, ես չեմ կարա, ամեն շատ կարևոր է, ներում եք ինձ սիրելիներս, հասկանալով եմ սա ասում, ոմանց հասկանալով սիրելիներս, եթե դու դժվար է, ինչ որ բան ցավացել եմ ալում, դժվար է ներելը մոտենաս ծառայությունից հետո, կամ այսօր հաղորդությունն է,
Եթե ես ինչ որ վատ բան եմ արել, արի մոտեցի տուր քո հաղորդությունից, ես էլ փոխանցեմ քեզ, որ հաշտություն լինի մեր մեջ։ Թող Տերը մեր մեջ անցնի, ամեն։ Ամեն Տերը ամենտեղ կարա հաշտություն լինի։ Նույնիսկ Հերովդեսն ու Պիղատոսը իրար հետ չունեին, Տերը անցավ իրանց միջով։ Թող Տերը այսօր անցնի մեր բոլորիս միջով։ Ամեն։ Եվ այսօր վերաբերում է բոլորիս սերնես։ Այսօրվա թեման ներելն է ու բոլորս էլ պիտի անենք սա։ Այնքան մարդ է ինձ մոտենում, գիտեք, շատ մարդիկ, երբ որ հասկանում են ներումը, իրական ներում ինչա ու կյանքում չեն ներել, ու մարդիկ մահացել գնացել են, ու գիտեք մտածում են անհույս է եւ չգիտեմ հույս կա, մահացել է, չեմ խոսա, իրանից ներողություն չեմ խնդրել կամ ինքը ինձանից, գիտեք, հույս կա, եթե ինքը գնացել է, էլի հույս կա։ Դու կարաս իրանից էլի ներողություն խնդրես, կարաս Աստծուց էլ ներողություն խնդրես, կարաս։ Ամեն։ Այսօր Սուրբ Հոգին ցույց կտա քեզ։ Դու կասես ինքը Ավստրալիայում է ապրում, ինչ անեմ, հեռախոս կա դրա համար։ Եթե շատ կարևոր է, ոչ թե գնա Վիետնամ հանգստանալու, այլ գնա Ավստրալիա հարցերը լուծելու։ Հալելույա։ Տեղում եք, որտեղ շատ կարևոր է։ Ես այսպես եմ ասում, ներիր, որ սավառնես։ Եթե ուզում ես դու իրոք Տիրոջ խոսքը քո կյանքում կա, ոնց որ գրված է Եսայի 40-րդ գլուխ 29-ից 31, Տիրոջ ապավինողները ինչ են լինելու, արծիվների նման են լինելու, արծիվների նման իրանք սավառնելու են։ Ամեն։ Իսկ արծիվը երբ է ինքը ազատության մեջ, երբ որ ինքը օդում է, ինքը սավառնում է, եւ ինչի է նմանեցնում ինձ ու քեզ, արծիվների, ես եւ դու կանչված ենք սավառնելու։ Ամեն։ Որտեղ արծիվի վտանգը, երբ որ ինքը արդեն ցածրում է, իր տեղում չի, հավի կարգավիճակում ինքը խոցելի է, որսորդներից էլ, մարդկանցից էլ, գազաներից էլ։ Հոգևոր վերցրեք։ Ամեն, ինքը խոցելի է, բայց երբ որ ինքը ճիշտ տեղում է, ինքը ազատ, ինքը նույնիսկ իր զոհին նայում է վերևից։ Եկեք արծիվների նման լինենք, սիրելիներ, ազատության մեջ։ Երբ որ մարդ իր մեջ շունի, այդ ինքը իր ներսում ունի ներում, ինքը արծիվ չի, իրան ներսում գիտեք ինչն է բնակվում կռիսը։ Միշտ քերում է։ Միշտ քերում է իրան։ Սա ես իմ կյանքից եմ ասում, սիրելիներ, ներելը քո օգուտի համար ես դու ներում, որ դու կռիսին հանես քո տնից։ Շատ դեպքերում, սիրելիներ, մենք գիտես ինչի աննման չներելը, մենք թույնը խմում ենք, ուզում ենք ինքը մեռնի։ Դու ես մեռնելու։ Դու ես մեռնելու։ Ամեն։ Ես կարծում եմ մեր ուղերձը տեղ կհասնի։ Մեր 26 թվականը կդիմավորենք օդում արծիվների հետ։ Հալելույա։ Արծիվների հետ կդիմավորենք, սիրելիներս, ամեն։ Ամեն։ Ամեն մեկսել ունենք խնդի, գիտեք ինչ, եկեղեցում էլ կա խնդի, որտեղ մարդ ենք, սխալական ենք, խնդիրները, գիտես ոնց է, շատ ես չեմ ասում այսօր, որ մենք շնության մեղքի մեջ ենք և չգիտեմ սա, մենք կախարդությունների մեջ ենք կամ նաև մենք ինչա կռապաշտության մեջ ենք, չէ, սրանք համարյա չկա մարդկանց քրիստոնյաների մեջ, բայց երբ որ բացում կարդում ես Տիմոթեոսի գլուխը, տեսնում ես ծառայող եմ, բայց իմ մեջ կա, վերջին օրում կլինեն մարդիկ անձնասեր, եսասեր եւ այլն, որտեղից է գալիս այս չներելը մեր կյանքում, հա? Ես բաներ եմ գրել, չգիտեմ, կարամ սենց կարդամ, որ արագ, հա? Նախ ինչու մենք չենք ներում, որովհետև մենք հպարտ ենք։ Ինչու մենք առաջինը քայլ չենք անում հաշտության, որովհետև մենք մեծամիտ եւ եսակենտրոն ենք։ Իրական ներելը վերականգնում է դիրքը, եղբայրությունը, փոխհարաբերությունները։ Մոդայիկ ներել էլ կա, ես քեզ կամ իրեն ներել եմ, բայց էլ առաջվանը չի, Աստված Քրիստոսով մեզ ներեց եւ որդիական փոխհարաբերություն նվիրեց։
Եվ ես եւ դու պարտավոր ենք պաշտպանելու այդ որդիական փոխհարաբերությունը իրար հետ էլ։ Հալելույա։ Իզուր ես եկել։ Իզուր ես եկել, թե չէ։ Սերնես, Աստվածաշնչում 5 տական նույնիսկ մարդիկ ապրել օրենքի տակ, իրանք շնորհքով էին ապրում։ Օրինակ Մովսեսը ես կարծում 5 օրենքը տվեց, բայց 5 օրենքով չէր ապրում։ Շնորհքով էր ապրում, որտեղ Մովսեսը շնորհքով մարդ էր։ Եվ կարդում ես պատկերացա Մովսեսի կյանքում Ելից 32-32-ում ասում է, հիշում եք դրվագ եղավ, բոլոր իր ում հետ ծառայում էր եւ անհելել էին Մովսեսի դեմ։ Աստված գալիս է ասում, հələ Մովսես քաշվի միան, ես նրանց հարցը լուծեմ, սենց իմ լեզվով եմ ասում։ Հələ դու հարից ցանցել ես այսատես ինչ եմ անում, պատկերացնես ես ելնեի Մովսեսի տեղ։ Փորքես ոսկե ձկնիկ նայեք, այս ես մկրտիչի հետ չունեմ, Սյուզի հետ նունե հետ, քեզը քո հետ էլ չունեմ, հələ սրանց մի հատ Աստված ժամ, մի հատ հողին հավասարեցրա։ Տենա մտենցա գրված 32-32 Ելից 32 Մովսեսը ինչ ասեց Աստծուն։ Բայց հիմա եթե նրանց մեղքերը ներես, ներիր։ Եթե ոչ, աղաչում եմ ինձ ջնջիր քո գրած գրքիցը։ Սա միայն շնորհքով մարդը կարող է ասել։ Գիտեք ինչ, որտեղ ներելը ուժեղի բան է։ Մեր ազգի մեջ կա ներելը թույլի բան է։ Ուժեղը նա է, ով որ կարողանում է ներել։ Ասեմ ավելին, լավ, հեսա Տիրոջ խոսքին կանցնենք, որ հասկանալի լինի։ Նախ Մատթեոս 6 9-ից 15, ասին մեզ աղոտ սովորացու Տերը իրենց աղոտ սովորացեց, հայրմերը։ Մենք անգիր կարող է 100 անգամ ասենք, բայց Տերը այդտեղ երբ որ 15-ի խոսքում ինքը ավելացեց։ Ինչ ավելացրեց։ Բերեց կարևորը հանեց մեր համար, որը որ մեզ նա վերաբերում այդ աղոթքի մեջ, այդ աղոթքը որ բարձրանա։ Ինչու չի բարձրանա այդ աղոթքը։ Սրա համար, որովհետև եթե դուք էլ առանձնացեք փոխհարաբերություն պետք է դասեք, որ աղոթները բարձրանա երկինք։ Եթե դուք ներեք, նա էլ կների, եթե դուք չներեք, նա էլ չի ների։ Ամեն թե ոչ։ Ամեն։ Հիմա Մատթեոս 5:23-25-ում նույն լեռան քարոզում Տերը խոսում է։ Սա Տերն է խոսում, ես չեմ խոսում, Տերը մեզ սովորացնում է։ Շատ կարևոր է, այս վերջին օրում իր որդիով խոսեց մեզ հետ։ Մենք շատ դեպքերում մարգարեական գնում ենք այս կողմ երկրից երկիր կգնանք մարգարեական խոսք, ազատագրման եւ այլն։ Տիրոջ խոսքը քո մեջ է, քո ներսում է, դա այդ զորությունն ու ազատությունը քո ներսում է։ Ինչու ենք շատերս հիվանդ եւ այլն, չներելը բերում է, ասեմ ձեզ, հոգեվոր բան է, հոգեվորից ֆիզիկականի վրա էլ ազդում։ Զանազան հիվանդություններ, բժիշկներին հարցրեք։ Զանազան հիվանդություններ է բերում ֆիզիկական, չներելը։ Այն ազդում է ոչ միայն հոգևորի վրա, ազդում է նաև մեր մարմինների վրա։ Եկել ես իմ տոնը փչացնես, որ ինչ անես։ Հալելույա, փառք Հիսուսին, ամեն։ Չներելը քաղցկեղի նման տարածվում է, սկզբից իմ մեջ, հետո ընտանիք, շրջապատ, երկիր եւ երկրից դուրս։ Ճարակա ինքը անցնում է։ Մատթեոս 5:23-25 Արդ եթե սեղանի վրա մատուցես քո ընծան եւ այնտեղ հիշես, թե քո եղբայրը քեզ դեմ մի բան ունի, թող այնտեղ քո ընծան սեղանի առաջին եւ գնա առաջ հաշտվիր քո եղբոր հետ եւ հետո եկընծատ մատուցրի քո ոսոխի հետ շուտով միաբանվիր, քանի որ նրա հետ ճանապարհում ես, որ միգուցե ոսոխը քեզ դատավորին մատնի։ Հալելույա։ Սիրելիս, երբ որ դու խնդիր ես ունենում մեկի հետ, այն ինչա դառնում, հետո Տերն ասեց թշնամի, ոսող։ Քո համար ինքը դառնում արդեն թշնամի եւ ճանապարհ ես գնում իր հետ։ Դու կարաս թշնամուդ հետ ճանապարհ գնաս։ Չէ, չես կարա։ Ասում եմ հաշտվի։
Ես շատ-շատերի գիտեմ, թե հոգևոր, թե սարը, ամեն բան անցել եմ, տեսել եմ, ես 35 տարվա մեջ, խնդիրն ես ներկայացնում, թեքվում ենք, արի գնանք ծոմ պահենք աղոթենք, չէ, արի ես խնդիրը լուծենք, չի, անիմաստ ինչի ծոմ պահենք, ինչի աղոթենք, խնդիրը եսա, նույն է այդ խնդիր ունեմ, արի նույն է ես և դու, լուծենք ես խնդիրը, լուծենք, թող արևը չմտնի ես խնդիրի մեջ, լուծում տանք, լուծում, այսօր տեսնում ես ընտանիքներում, ամենաշատ մոտիկ են, չէ ընտանիքներ, մարդկին փոխհարաբերություն, ես անձի ոչ մեկի հետ անձ չեմ խոսում և խոսում եմ նաև բոլորին, ես նես չի իմ նպատակ եկել եմ ինչ-որ Սյուզին ունեին կամ Էմիլին կպնելու չէ, իմ նպատակը բժշկություն լինի մեր եկեղեցիներում, մենք ուզում ենք առաջ գնալ, և քո պատճառով, իմ պատճառով եկեղեցին չի կարող առաջ գնալ, գիտեք նայդ, եթե մեղք կա, ակարի մեղքը ինչ արեց, քանի հազար հոգու գլուխ կերավ, ակարի մեղքը, ծածկված, Հալելույա, Փառք Հիսուսին, ամեն, որպես եկեղեցի 3 տեղ կարդամ, ես չեմ ուզում երկար խոսել, ինչ է խոսում Տերը, լավ, հիմա Էմիլ այդքան խոսում ես ներել, ոնց ներենք, ինչպես ներենք, սելնես, չապանիշը, ումից ներվել ես նրան էլ նայի, նա նույնիսկ խաչի վրա էր, խաչի վրա, նայեց իրան խաչողներին, պատկերացնում եք ինչ են անում այդ խաչողները, փառքի արքան իջած երկրի վրա, ծիծաղում էին, արամարում էին, եթե դու Աստծո, պատկերացնում եք սենց, ինքը նայում է հորը, ասում է հայր, ներիր իրանց, որովհետև չեն հասկանում, ինչ են անում, ասեմ ձեզ, իրանք լավ էլ հասկանում են ինչ էին անում, երկրորդը, ասեմ ձեզ, նաև իրանք չէին հասկանում ինչ էին անում, եթե հասկանային չէին անի, ով ոնց ուզում է թող վերցնի, և հասկանում են, և չէին հասկանում, որտեղ մի տեղ ասում է, եթե հասկանային էր, փառքի իշխանին, խաչը չէին հանում, բայց դա Աստծո ծրագիրն էր իհարկե, որ պիտի իրականանար, իսկ այսօր իմ եղունգը տրորել են, իմ եսը ուր է հասնում, Աստծո մոտ, երկինքների երկինք, որտև իմ եղունգը մի քիչ ցավացրել են, հայրների իրանց, որտև չեն հասկանում, ինչ են անում, եկեք նմանվենք նրան, եկեք նայենք նրան, հեշտ չի սիրելիներս, հեշտ չի ինձ կանգնել այստեղից խոսալ նաև, հեշտ չի, ես ուզում եմ, որ մենք իրոք, որպես եկեղեցու առաջնորդ, ուզում ենք մեր եկեղեցու մթնոլորտը բաց լինի, ամեն, որտեղ շատ կարևոր ասենես, մթնոլորտը, տեսեք, Աստված Քրիստոսով եկավ, ինչ արեց, մեր մթնոլորտը բացեց, պատ կար իմ ու Աստծո մեջ, որտեղ մեղք կար, չներում կար, Աստված այդ հարցը լուծեց, Աստված չէր ներում մարդուն, չէր կարող ներել, ծածկել էր, բայց եկավ մի օր, Կողոսացիս և Փիլիպեցիս նամակներում ասում է, տեսեք ինչ ասում, կարամ կարդամ էլ հետո, ինչ արեց նա, Քրիստոսին ուղարկեց, արդարին ուղարկեց մեղավորի մեջ, կպցրեց ասում է, մեկ արեց այս մեղավորին, խառնեց իրան, մեղավորը դարձավ արդար, նոր մեկացրեց Աստծու հետ, այդպես ասում խոսքը, պատկերացեք ինչ այդ, և այդ ժամանակ թշնամություն ու բաժանու պատը քանդեց Աստված, Քրիստոսով, այսինքն այս պատ կար, անհաշտություն կար, մեղ կար, չներում կար, ինքը լուծումը տվեց, և դրա համար էլ ամեն տեղ, երբ որ խոսում է եկեղեցու մարմնին, ասում է Քրիստոսի սիրով, Քրիստոսի նման արեք, դու հիմա կասես ինքն է արել իմ հանդեպ, ես ողջունում եմ քեզ, դու ուժեղ ես, դու հնարավորություն ունես, դու մոտենալու, Քրիստոսն է օրինակը, ես արագ կարդամ ու հաղորդություն ընդունենք, սիրելիներս, տեսեք, օրինակ դրա օրինակը, վառ օրինակը Կողոսացիս 3-րդ գլուխ,
Ինչ է խոսում։ 12-ից 15 խոսքերը։ Ուրեմն հագեք, ինչպես Աստծո ընտրվածներ, սուրբեր եւ սիրելիներ, ողորմասիրտ, գթացություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն, իրար համբերելով եւ իրար ներելով։ Եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպես էլ դուք։ Եվ այս ամենի վրա հագեք սերը, որ կատարելության կապն է, եւ Աստծո խաղաղությունը իշխե ձեր սրտերումը, որի մեջ էլ կանչվեցաք, մեկ մարմնով եւ գոհացող եղեք։ Հալելույա։ Ինչ է սովորացնում ինձ եւ քեզ, կա եթե այսպիսի բաներ սերնես, ինչա պետք անել, իրար ներել, իրար տանել։ Եվ այստեղ խոսում է սիրո մասին։ Մեր մեջ գիտեք ոնց կլինի ես ներում, ես այստեղ խոսում եմ պատեր եւ այլն, չէ՞։ Սենց ես եմ, դու ես, իրար միշտ տալիս են, կպնում ենք։ Գործող օրգանիզմ է։ Երբ որ մի բան մեր մարմինն էլ գործում է, իրար հետո կպնում է, տարիների ընթացքում մաշվում եւ կպնում է։ Բայց մի բանալի է այստեղ տալիս։ Այս արանքը ասում է սերը թող լինի։ Այս արանքը երբ որ սեր եղավ, մենք կարանք իրար տանենք։ Իրար, եթե իրական սեր եղավ, կտանենք իրար։ Ամեն եւ իրար ծանրությունը կարանք կրենք, իրար բեռնել կարանք։ Ամեն բան սիրով, սիրելնես։ Մենք որովհետեւ իրար մի բան ենք պարկ, սեր։ Այն էլ աստվածային սեր, ոչ թե մարդկային։ Մարդկային սերը սիրես այսպես է։ Դու սիրում ես ինձ, ես էլ քեզ եմ սիրում։ Փոխհարաբերություն, դա մարդկայինն է, նորմալ է։ Բայց ո՞ից մի օր գալիս է, որ աստվածային սերն է արդեն պետք ու չկա։ Ու ինչ է լինում, ես ու դու դառնում ենք իրար հետ թուր ու թվանք։ Իրար ենք սկսում։ Ինչ անել։ Որովհետև գիտեք ինչի, որովհետև կգա իմ կյանքում, որ խոնար չեմ, այդ հին մարդու բնավորությունը կգա իմ մեջ մի օր գործելու է։ Իմ մոտից իմ հին մարդը ոտքի կկանգնի քո մոտից, քո հին մարդը, ու ինչ կլինի իրար հետ։ Կգնա, իրար կկպնենք, իրար կուտենք։ Եփեսացիս 2-րդ գլուխ 12-ից 18-ը։ Տեսեք ինչ արեց Տերը։ Որ այն ժամանակ առանց Քրիստոսի եք եւ հեռացած Իսրայելի քաղաքակրթությունից եւ օտարացած խոստմունքի ուխտերից հույս չունեիք եւ անաստված եք աշխարհումս, բայց հիմա Հիսուս Քրիստոսի ձեռով դուք որ ժամանակով հեռավոր եք, մոտավոր եղաք Քրիստոսի արյունովը, վասնզի նա է մեր խաղաղությունը, որ երկուսին մեկ արավ եւ մեջտեղի բաժանող պատը թշնամությունը քանդեց իր մարմնովը, հրամաններով դրված պատվիրանքների օրենքը խափանելով, որ իրանցով երկուսին մեկ նոր մարդ ստեղծե, խաղաղություն անելով եւ երկուսին մեկ մարմնով հաշտեցնե Աստծո հետ իր խաչովը, թշնամությունը նրանով սպանելով, եւ եկավ ավետարանից խաղաղություն ձեզ հեռավորներից եւ խաղաղություն մոտավորներից, վասնզի նրանով երկուսս մեկ հոգով ունենք մոտենալը հոր մոտ։ Ովքեր որ հասկացան, թող ասեն ամեն։ Տեսակ ինչ արեց նա, Քրիստոս իր մարմնով ինչ արեց, ինձ եւ քեզ համար եւ մեզ մոտեցրեց հորը։ Դա մել դու հանգիստ կարող ես ասել հայր եւ զգաս պատը չկա, քանդված է պատը, արգելքներ չկա, դու կզգաս նրա ներկայությունը, բայց ինչն է պատճառը, որ մենք հաս դառնում արդեն կրոն ծես Աստծո ներկայությունը կփոխենք, չգիտեմ ինչ որ մատերիայով, չկա ներկայություն, չկա հոգի, չկա ներում։ Հալելույա, ներիր որ սավառնես։ Ամեն պատրաստ ենք։ Այսօր մենք հաղորդությունից առաջ աղոթք ենք անելու։ Թող փառաբանության խումբը գա։ Եփեսացիս 4-րդ գլուխ 30-ից 32-ն էլ կկարդամ։ Ամեն դառնություն, լավ, եւ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով փրկվեցաք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն եւ բարկություն եւ սրտմություն եւ աղաղակ հայություն թող վեր առնվի ձեզանից։ Ամեն չարության հետ եւ իրար հետ քաղցր եղեք, գթած, իրար ներելով։ Ոնց, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց։ Ցենես մենք ուզում ենք գնանք երկինք։ Լուրջ։
ուզում ենք գնանք երկենք։ Չէ որ սերես մենք ակետից ելել ենք, դուրս ենք եկել մեր գլխավորը, հա, մենք ընթացքի մեջ ենք ուզում ենք հասնենք B կետին։ Նպատակը ո՞րն է մեր։ Կիսատ հասնելու համար խոսք ունենք սիրելիներս։ Ճանապարհ հասնելու համար խոսք ունենք։ Ներած եւ ներված։ Թող սա լինի ինձ եւ քեզ դաս, ինձ առաջինը իմը ինձ։ Եթե ես պատ ունեմ մեկի հետ, թող ներողություն, ես պատրաստ եմ ծունկի գալու մարդու առաջ, իր ոտները լվալու, հանուն երկնքի, հանուն ինձ, իմ օգուտի համար, իր ոտքերը կլվամ իմ օգուտի համար։ Ոչ թե իր օգուտից եւ դա իր օգուտն էլ կլինի։ Գիտեք, որովհետեւ դու կօգնես, եղի օգտող, չէ՞ որ մենք քրիստոնյա ենք։ Օգնի իրան էլ դուրս հանի այդ վիճակից։ Հալելույա։ Ինչ որ երկ ունեք պատրաստված։ Հալելույա։ Եթե մարդ կա այստեղ, որ դեռ իրոք թշնամի է ասում, կա այդպիսին էլ։ Պողոսը գիտեք ինչ է, Կորինթացիների եկեղեցուն է ասում, Կորինթացիների 5-րդ գլուխ 17-21 խոսքերում ասում է, աղաչում եմ ձեզ, ինչ արեք, հաշտվեք Աստծո հետ, ու տեղելի բերում է Քրիստոսին, հաշտություն։ Աստված արդեն արել է իր կողմից, ամեն, Աստված էլ չունի պատ։ Քրիստոսով հարցը լուծել է։ Հիմա ինչ է ինձ եւ պետք, քեզ պետք, մոտենալ Քրիստոսին։ Քրիստոսով այդ լուծումը տալու, Տերը խաչի վրա արդեն ասեց, կատարվեցավ, հարցը լուծեց, ամեն վարագույրը պատրվեց, էլ պատ չկա, վերից ներքև պատրվեց վարագույրը, և հոգին եկավ, մենք ապրում ենք այդ ժամանակաշրջանում, սիրելիներս, հալելույա, օրհնյալ լինի Տիրոջ անունը, փառք Հիսուսին, ինչ որ երկ ունեք մեզ համար, հա, որն եք ուզում երգեք։ Աստված սեր է անսահման, ամեն, հալելույա։ Եկեք ոտքի կանգնեք սիրելիներս,